Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, նա հայ հեղափոխական դաշնակցության հետ շարունակում է համագործակցությունը, դաշինքի միացել է առաջ կուսակցությունը, այս ուժերը ընտրություններին կմասնակցեն Հայաստան դաշինքով միասին կարող են կարգախոսով։ Ռուսները բարձր, միասին, 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 դեցը։ Սարսափելի մանրամասներ Հայաստանը ցնծած երեխայի ծեծի ահասար սուր դեպքից Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված երեխային ծեծելու կասկածանքով ձերբակալված կա 1 տարեկան 2 ամսական փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Խախմետան մնացկա ծեծում են, ջարդում են։ Արդարադատության նախարարը հայտարարել է նոր սահմանադրության նախագծի պատրաստ լինելու մասին։ Նիկոլ Փաշինյանը մայր օրենքի նոր տեքստից ուզում է ջնջել անկախության հռչակագրի հղումը, որը նա համարում է կոնֆլիկտային, ինչպես Ալիևը։ Դուք չեք տեսնի փողոցում 10 անձ հավաքված միասին, ովքեր պահանջում են սահմանադրական փոփոխություններ։ Ծախը մեջս անհանգիստ գիշերներ ունեմ, կարան ասեմ համարը չեմ քնում դրանից ամբողջ հոգեկանս էլ է խանգարվում։ Տագնապած են Գերմանիայում ապրող Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով առնվազն 2 ինքնաթիռ է Գերմանիան Հայաստան ուղարկել անցած ամիս։ Ինչու են արտաքսվում մեր քաղաքացիները։ Եվ թողարկման երկրորդ մասում կներկայացնենք Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի 17-րդ օրվա հիշարժան դրվագները։ ՆԱՏՕ-ական պետությունները հակված չեն օգնել Թրամփին ապահովել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունը։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Հայլուրի ամփոփիչ թողարկումը։ Եվ այսպես վարչապետի Հայաստան դաշինքի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ մասին քիչ առաջ է հայտարարվել Հայաստան դաշինքի մեծ հավաքին։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հայ հեղափոխական դաշնակցությունը շարունակում են համագործակցությունը։ Նրանց է միացել առաջ կուսակցությունը։ Այս ուժերը ընտրություններին կմասնակցեն Հայաստան դաշինքով միասին կարող ենք նշանաբանով։ Լսենք Ռոբերտ Քոչարյանին։ Հայտարարեմ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի անունը։ Ուստի Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Բարի երեկո, ոնց ենք։ Ես բարձրանալուց մի քիչ ուշացա, սենց որտե փորձում եմ մարսել, ներկայացվեց որպես հետաքրքիր ձևակերպում տվեց Աննան Հայաստանի նախագահ երկրորդ վարչապետի թեկնածու։ Միատասիասի կարող է սենց ճիշտ կարող է ճիշտ բան չենք անում։ Շնորհակալություն։ Պաստորեն դա իմ համար պաշտոնի բարձրացում չի, հակառակը իջեցում է։ Բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, թիմակիցներ, այսօր մենք հավաքվել ենք հայտարարելու, որ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին։
Մասնակցության ձևաչափը ևս հայտարարվեց։ Ուզում եմ նաև ասել, որ մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջի օրերից եւ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ նրանք չհեռացվեն։ Իդեպ սրանով եմ տարբերվում այլ վարչապետի տեխնացուներից։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը եւ ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը։ Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի տարօրինակ ժամանակահատվածում, երբ փորձում են մեզ համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որը մեզ հետ է քաշում, այլ ոչ թե հենարան առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էության մաս չէ, այլ սեզոնային մոդա է, որը կարելի է տարին մի քանի անգամ փոխել։ Այս վտանգավոր անհետեցություններին մենք ասում ենք ոչ։ Հայաստան դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը եւ հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից եւ հզոր պետություն կառուցելու համար։ Այսօր աշխարհը վերածվել է քաոսի։ Համաշխարհային կարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Ամենայն հավանականությամբ ջունգլիների օրենքը որոշ ժամանակ կլինի համաշխարհային նոր կարգը։ Այդ պայմաններում անվտանգությունը առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի եւ մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը։ Հիշեցնեմ, որ հենց այդ մոտեցումն ապահովեց Հայաստանի ամենախաղաղ տարիները իմ նախագահության օրոք։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե պապայիս արև մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ իրավունքի ուժը աշխարհում փոխարինվել է ուժի իրավունքով։ Սիրելի հայրենակիցներ,
Մեր նպատակն է դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ եւ ամենակազմակերպված պետությունը։ Միայն այդպիսին լինելով մենք կարող ենք գերտերությունների համար լինել հետաքրքիր դաշնակիցներ եւ գործընկերներ։ Եվ միայն այդ դեպքում մեր շահերը պատշաճ կերպով կհարգվեն։ Ազգային շահերը մի լուսանկարի դիմաց վաճառելը նվաստացուցիչ է եւ հանցավոր։ Մենք կտրուկ կբարձրացնենք պետական կառավարման արդյունավետությունը։ Կառավարությունը ես եմ ներկայիս հայտարարակ ուսապարկային մոդելը պետք է փոխարինվի կառավարությունը մենք ենք կոլեգիալ ներառական մոդելով։ Կառավարությունը կրկես չէ, իսկ վարչապետը ծաղրացու չէ։ Իսկ երկրի բյուջեն վարչապետի ազնական գրպանը չէ, որից սնվում է իր ամբողջ թայֆեն։ Այստեղ մենք իրական կարգ ու կանոն կհաստատենք, վստահ եղեք։ Մենք կապահովենք տնտեսական թռիչքաձև աճ, ճիշտ այնպես, ինչպես արդեն արել եմ 98-2008 թվականներին։ Այն ժամանակ Հայաստանը մտնում էր աշխարհի ամենից արագ զարգացող պետությունների տասնյակի մեջ, իսկ վերջի 5 տարին հինգյակի մեջ։ Մենք պետք է ստեղծենք ժամանակակից մրցունակ արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, որոնք ունակ կլինեն արտահանել ապրանքներ արտաքին տարբեր շուկաներ։ Սակայն տնտեսության աճը չի կարող ինքնանպատակ լինել։ Աճը պետք է անմիջապես արտացոլվի մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Իմ օրոք Հայաստանի տնտեսությունը աճեց 6 անգամ, միջին աշխատավարձը աճեց ևս 6 պատիկ։ Հիմա չեն կարող խոստում վերցնել 6 անգամ, բայց շեշտակի աճ ի վիճակի ենք ապահովել։ Երկիրը կրկին պետք է դառնա գրավիչ հայրենական բիզնեսի եւ օտարերկրյա ներդրողների համար։ Այստեղ մեծ դեր պետք է խաղա Սփյուռքը իր կարողություններով, կապերով եւ փորձով։ Հենց այն Սփյուռքը, որին այսօր ցանկանում են օտարել Հայաստանից։ Մենք տարեկան կստեղծենք, դա արդեն հայտարարվել է 35-ից 45 հազար նոր աշխատատեղեր։ Այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6%, այսօրվա 14%-ի փոխարեն։ Սա ի վիճակի ենք մենք անել։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանը ըստ սահմանադրության սոցիալական պետություն է։ Այս մարդիկ իշխանության են եկել արդարության մասին խոստումներով, բայց դարձան չայրիկ թոշակառուների եւ անապահով մարդկանց համար։ Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին աղքատ է, բայց աղքատ է ոչ թե նրա համար, որ աղքատությունը իր գլխում է, այլ աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է։
Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միջին թոշակը աճեց ևս 6 սապատիկ, իսկ աղքատությունը նվազեց 56%-ից մինչև 24%։ Ես գիտեմ, թե ինչպես դա կարելի է անել։ Մենք շեշտակի կբարձրացնենք բազային կենսաթոշակը և կսահմանենք պարտադիր ինդեքսավորում, որպեսզի թոշակները երբեք չարժեզրկվեն։ Կենսաթոշակի անցնելը պետք է լինի վաստակած հանգիստ, ոչ թե պատվիշ։ Մենք վստահ ենք, որ երկրում աղքատությունը հնարավոր է կրճատել առնվազն 2 անգամ։ Ես խոստումների մեջ շատ զուսպ եմ։ Այն, ինչ ես նկարագրեցի, թե ինչ է արվել իմ նախագահության օրոք, վստահաբար ասում եմ, այդպիսի խոստումներ չեմ տվել, շատ ավելի համեստ էին խոստումները։ Արել ենք անգամներով շատ, քան տվել ենք խոստումներ։ Հիմա լինելու է նույնը։ Քաղաքացիների առողջությունը կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Իսկ դա առաջին հերթին նշանակում է առողջապահության որակը և դրա հասանելիությունը յուրաքանչյուր քաղաքացու համար։ Սա ոչ միայն քաղաքացու առողջության հարց է, սա պետության առողջության ցուցանիշ է։ Մեզ խորապես մտահոգում է երկրում հանցավորության աննախադեպ աճը։ Կարող եք արդյոք որևէ մեկը բացատրել, թե ինչպես է հնարավոր, որ ոստիկանության ֆինանսավորման զգալի աճի հետ զուգահեռ անգամներով աճել է հանցավորությունը։ Թողեք ոստիկանությանը հանգիստ, մի ծանրաբեռնեք քաղաքական հետապնդումներով և ճնշումներով, և նրանք համոզված եմ ի վիճակի են հաղթել հանցավորությունը։ Մենք վճռական ենք այս ամեն ինչին վերջ տալ։ Երաշխավորում ենք կարգ ու կանոն փողոցներում, զորայական հանդուրժողականություն թմրամոլության նկատմամբ։ Դա դարձել է ազգային աղետ։ Համոզված եմ, որ այս հանցավոր բիզնեսը հովանավորվում է ամենից բարձր մակարդակներում, և սա անթույլատրելի է, և կրկնեմ, մարդիկ խստորեն պատժվելու են, այլ տարբերակ ուղղակի չկա։ Քաղաքացիների կյանքը պետք է լինի խաղաղ և կանխատեսելի։ Սիրելի հայրենակիցներ, այժմ բոլոր կուսակցությունները պատրաստվում են ընտրություններին, ներկայացնում են նախընտրական ծրագրեր, տալիս են նախընտրական խոստումներ։ Հասկանալի է, որ ոչ մի կուսակցություն կամ առաջնորդ չի ասի, թե գալիս եմ թոշակները սառեցնելու համար կամ հարկերը բարձրացնելու համար։ Բոլոր խոստումները կլինեն գեղեցիկ և գրավիչ։ Շատ խոստումներ նույնիսկ նման կլինեն միմյանց, և դա բնական է, նույն երկիրն է, նույն պրոբլեմներն են, նմանատիպ լուծումներ տարբեր ձևակերպումներով։ Մի խոսքով գնում է պայքար գեղեցիկ ծրագրերի և գրավիչ խոստումների միջև։ Ինչ պետք է անի ընտրողը, ինչպես պետք է քաղաքացին տարբերակի թացը ջորից։ Ես առաջարկում եմ ամենապարզ և ամենառացիոնալ լուծումը։ Տարբերել քաղաքական գործիչների գեղեցիկ ծրագրերը, բարի ցանկությունները և դրանք իրականացնելու իրական կարողությունները։ Գտնել այն թեկնածուին ու թիմին, ով կարող է համադրել գեղեցիկ խոստումները դրանց կատարման կարողության հետ։ Նայել,
թե մասնակիցներից ով է իր փորձով, գիտելիքով, կամքով ի վիճակի իրականացնել այդ ամենը։ Հենց այս հանգամանքն է մեր Հայաստան դաշինքի ակնհայտ մրցակցային առավելությունը։ Ոչ մի տեխնացու չունի պետական կառավարման, անվտանգային ոլորտի, արտաքին քաղաքականության, տնտեսական եւ մասնավոր բիզնեսի իմ ունեցած համակցված փորձը։ Այդպիսի փորձ ոնց որ Հայաստանում ընդհանրապես ոչ ոք չունի, այսպես է դրսևորվել։ Մի անգամ դուք արդեն հավատացել եք գեղեցիկ խոստումներին, հայտնի քաղաքական խարդախից, որը ուներ զրոյական կառավարման փորձ։ Եվ ստացել ենք աղետ եւ նվաստացում։ Իմ կոչը պարզ է, դադարեցրեք փորձարկումները։ Երկիրը տրենաժոր չէ, որի վրա անփորձ մարդիկ պետք է սովորեն կառավարման տարրական կանոնները։ Դա երկրի համար չափազանց թանկ շքեղություն է։ Սիրելի հայրենակիցներ, այս հողը, ինչ որ տեսնում ենք, ամենաբերի հողը չէ։ Մեր լեռները ամենաբարձրը չեն, մեր ընտերքը ամենահարուստը չի, բայց սա մեր հայրենիքն է, մեր հողն է, եւ այս հողը ծնել է իմ կարծիքով ամենից խելոք, ամենից աշխատասեր, մի քիչ միամիտ ժողովուրդ, մի ժողովուրդ, որը արժանի է շատ ավելի լավ կյանքի։ Դուք կարող եք ինձ սիրել կամ չսիրել, համոզված եմ, որ առաջնորդը սիրելու համար չէ, սիրելու համար ուրիշ բաներ կան։ Առաջնորդը ձեր կյանքի որակը բարձրացնելու համար է։ Կարևորը այն է, որ ես եւ մեր թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին եւ ունակ ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարօրությունը։ Մեր երեխաների ապագայի համար եւ հանուն ուժեղ եւ անկախ Հայաստանի միասին մենք կարող ենք։ Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, սցենարով այնպես էր նախատեսված, որ ես պետք է թիմին հրավիրեի բեմ, բայց նայում եմ դահլիճին եւ հասկանում եմ, որ այսքան տեղ այս բեմը չունի։ Դահլիճը լեցուն է, մեր թիմը դուք եք եւ նրանք են, ովքեր այսօր դիտում են էկրանների վրա մեր այս հանդիպումը։ Եվ քանի որ չեմ կարող հրավիրել ձեզ այստեղ, ուրեմն ես պետք է գամ ձեր մոտ։ Շնորհակալություն, լավ է։ Միասին
Ժողովուրդ բռունցքները բարձր։ Միասին։ 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 Նոր կազմով Հայաստան դաշինքը ընդդիմության առաջարկում է միասնաբար թիրախավորել իշխող ուժին։ Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք, մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա կամ վաղվա գործընկերներ։ Իր խոսքում նշել է Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նշել է, որ արտաքին ցանկացած միջամտություն անընդունելի է եւ դատապարտելի։ Դաշինքը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հունիսի 7-ին ակտիվ մասնակցել ընտրություններին։ Ըստ Սաղաթելյանի, Չարիքի իշխանության պատկերացրած իրական Հայաստանի, որ իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանն է, Ադրբեջանի թելադրած սահմանադրությամբ, առանց եկեղեցու, առանց պատմության, առանց ինքնության ու բանակի, փոխարեն պետք է ընտրել համահայկականությամբ, անվտանգ եւ մրցունակ ինքնության հիման վրա ազգային պետություն առաջարկող Հայաստան դաշինքին։ Պարզապես քաղաքականության խոսքս ուղղում եմ մեզ հետևող հայրենակիցներին։ Ես գիտեմ այս դահլիճից դուրս կան հազարավոր մարդիկ, ովքեր այսօր մեզ լսում են։ Լսում են երբեմն կասկածով։ Հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են քաղաքական աղմուկից, ովքեր չեն ուզում լսել այս դաժան իրականությունը, այլ պարզապես ուզում են հանգիստ ապրել, աշխատել եւ վստահ լինել, որ վաղը պատերազմ չի լինելու։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հարգելի ծնողներ, դուք գուցե վախենում եք փոփոխություններից, մտածելով, որ դա բերելու է ցնցումների։ Ձեզ ամեն օր համոզում են, որ դուք արդեն խաղաղ եւ ապահով եք ապրում եւ իշխանափոխությունը հավասար է պատերազմին։ Եկեք անկեղծ լինենք, արդյոք անվերջանալի այս զիջումները ձեզ տվել են այդ սպասված հանգստությունը, արդյոք ամեն զիջումից հետո դուք ձեզ ավելի ապահով եւ հանգիստ եք զգում։ Վստահաբար ոչ։ Մեր առաջարկը հավերժական պատերազմը չէ, մեր առաջարկը արժանապատիվ կայունությունն է։ Մենք չենք գալիս պատերազմ բերելու, մենք գալիս ենք պատերազմը կանխելու, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինքնիշխանությունը վերականգնելու եւ մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար։ Մենք գալիս ենք կառուցելու մի պետություն, որը ստիպված չլինի ամեն օր ինչ որ բան զիջել, մեկ օր ավել խաղաղություն մուրալու համար։ Մենք գալիս ենք անկախության հռչակագիրը պահելու, մեր ժողովրդի անժամանցելի իրավունքները պաշտպանելու համար։ Մենք գալիս ենք հաստատելու ազգային համերաշխություն, իրական խաղաղություն, որը հիմնված է ոչ թե վախի, այլ ամուր բանակի, խելացի դիվանագիտության եւ հզոր տնտեսության վրա։ Մենք գալիս ենք փոխելու այս հուսահատության մթնոլորտը եւ ցույց տալու, որ հնարավոր է լինել եւ պաշտպանված եւ բարեկեցիկ։ Մենք ունենք ծրագիր, փորձառու թիմ, կամք եւ վճռականություն Չարիքի այս ռեժիմը հեռացնելու, մրցունակ եւ անվտանգ պետություն կառուցելու համար։ Մենք դա կարող ենք եւ անելու ենք միասին։ Կարող ենք ժողովուրդ։ Եկեք միասին փորձենք հիմա մեր կարգախոսը։ Ես կասեմ միասին, դուք կարձագանքեք կարող ենք։ Միասին։ Բռունցքները բարձր։ Միասին։ 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 Կեցը։ Թիրախում մեր գոյությունն է, սա ոչ թե քաղաքական, այլ գոյաբանական պայքար է եւ մենք ձախողելու իրավունք չունենք, իր ելույթում նշել է առաջ կուսակցության առաջնորդ Սևակ Խաչատրյանը։ Նա համայնքների իրական համաչափ զարգացումն է կարևորել։ Տա հնարավորություն։ Այսօրվա իշխանությունների կողմից վերը նշված վերարտադրությանն են ուղղված համայնքների որպես փոխում ներկայացվող, բայց իրականում համայնքը զուտ տարածք դիտարկել է։ Վարչատարածքային բաժանման հիմքում դադարել է գոյություն ունենալ համայնքի շահը։ Միայն մեկ տրամաբանություն ունեն՝ խոշորացնել այնպես ու այնքան, որ հնարավոր լինի իրենց սրտի համայնքապետի ընտրությունը։ Իսկ զարգացման անհամաչափությունը ուղղակի աչք է ցակում։
Երևանը որպես մայրաքաղաք եւ պետության սիրտ բնականաբար ավելի բարենպաստ պայմաններ ունի ներդրումների համար, բայց պետության իրական ֆունկցիան պետք է լինի համաչափության ապահովումը, բոլոր համայնքներում ներդրումային հավասար հնարավորություններ ստեղծելով։ Հակառակ դեպքում մենք ունենանք թերաճ եւ գաճաճ օրգանիզմ, մեծ ու առողջ սիրտ, բայց առանց կենսական այլ օրգանների։ Եվ այս խնդրի լուծումը մեր գլխավոր անելիքներից է լինելու։ Հայաստան դաշինքի տնտեսական ծրագրի 12 կետերն է ներկայացրել Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որպես երկիրը չթաղվի պարտքերի մեջ, իսկ մարդիկ ապրեն բարեկեցիկ կյանքով, անհրաժեշտ է համաշխարհային միտումներին համապատասխանող տնտեսություն, ասել է Արթուր Խաչատրյանը։ Հայնական արտադրողը գտնվելու է պետության հոգացության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայրենական արտադրողին։ Փոքր եւ գերփոքր ձեռնարկությունների համար գործելու է հարկային հետ վերադարձի, իսկ միջին ձեռնարկությունների համար ըստ տարածքային եւ ոլորտային առաջնահերթությունների տարբերակված հետ վերադարձի եւ այլ ուղղակի աջակցության գործիքական մեխանիզմ հարկերի, ինչպես նաև այլ ուղղակի աջակցություն։ Նորաստեղծ փոքր եւ միջին ձեռնարկությունները ստանալու են 2 տարվա հարկային արձակուրդ, ավելի պարզ ոչ մի հարկային ստուգում գրանցումից 2 տարվա ընթացքում։ Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով եւ ամեն տարի ինդեքսավորվելու է։ Գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։ Սելայնակիցներ, այս 12 կետերը, որ ես ներկայացրեցի, թեզեր են։ Իհարկե մենք լուծումներ ունենք։ Առաջիկա ընտրությունները պարզապես տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին չեն միայն, ասել է Հայաստան դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։ Հայաստան խմբակցության պատգամավորը նկատել է հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի անկախացումից ի վեր առաջին ընտրություններն են, երբ անգամ հայ մարդը գնալու է ընտրատեղամաս մի իրավիճակում, երբ հազարամյակներով բնակեցված Արցախում ոչ մի հայ չի ապրում եւ Հայաստանի տարածքներն օկուպացված են, իսկ մեր հայրենակիցները շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը ընտրելու է Հայաստանը, ասել է Աննա Գրիգորյանը։ Այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ եւ պարտությանը գերի չեն դառնում։ Այն Հայաստանը, որտեղ ոչ ոք չի կարող մեզ պարտադրել փոխել մեր սահմանադրությունը, ոտնատակ տալ մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդյան վկայականը։ Այն Հայաստանը, որտեղ Արցախ ասելուց հետո ներողություն չեն խնդրում, որտեղ պատմական փաստերը ցենզուրայի չեն ենթարկվում, տաբու չեն դառնում, որտեղ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում եւ չեն ուրանում։ Ես վստահ եմ, որ ժողովուրդն ընտրելու այն Հայաստանը, որտեղ պետական խորհրդանիշները, ինչպիսին Արարատն է, մեր հպարտությունն է եւ ոչ թե բեռը, որից պետք է ազատվել, որտեղ չեն պատերազմում սեփական եկեղեցու դեմ այնպես, ինչպես նույնիսկ թուրքերն ու մոնղոլ թաթարները չէին համարձակվի, եւ այն Հայաստանը, որտեղ ընտանիքը, ավակ սերնդի նկատմամբ հարգանքը, հավատքը եւ ազգային ինքնությունը մեր արժեքներն են եւ ոչ թե թիրախը։ Սիրելի հայրենակիցներ, մենք հազարամյա պատմության ընթացքում շատ կորուստներ ենք ունեցել, բայց պահպանելով սեփական ինքնությունը, ողնաշարը մշտապես կարողացել ենք վերագտնել եւ վերակերտել մեր պետականությունը։ Ուստի ինքնությունը մեր պետության վերջին սահմանն է, մեր վերջին խրամատը, եւ եթե այսօր զիջենք մեր ինքնության սահմանները, վաղն անկարող ենք լինելու պաշտպանել մեր պետության ֆիզիկական սահմանները։ Այն ժողովուրդը, որ կորցնում է իր ինքնությունը, վաղ թե ուշ կորցնում է նաեւ իր պետությունը։ Ուստի ես ոչ միայն որպես ազգային ժողովի պատգամավոր, այլ նաեւ նորանկախ Հայաստանի զավակ ուզում եմ ասել. թույլ չենք տալու որևէ մեկին նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը։ Թույլ չենք տալու որևէ մեկին հակադրության մեջ դնել Արարատն ու Արագածը։ Արարատն էլ, Արագածն էլ, Խուստուփն էլ, իշխանասարն էլ մերն են։ Մերը
Գիտության տարբեր գագաթներն են, բայց մերը։ Շարունակենք, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մասնակցությամբ ԿՊ-ի քարոզչական ավտոբուսից տարածվող տեսանյութերը ուսումնասիրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը և եզրակացրել, որ իշխանական թիմի պահվածքը հիստերիկ բնույթ ունի։ Նրա խոսքով սոցիոլոգիական հարցումների իրական արդյունքներն են ԿՊԱ-ականներին նախընտրական ցնցումների մեջ գցել, ինչը փորձում են թվացյալ բարձր տրամադրությամբ քողարկել։ Կարինե Մանգասարյանի ռեպորտաժը։ Փաշինյանը մոբիլիզացրել է մի հատ ուրախ ավտոբուսի թիմ։ Ծափերով արտահայտեք ինչքան ոչինչ պատահում։ Սա իստերիկ ծիծաղ է, իստերիկ արտահայտումներ են, իստերիկ ձև է այս ամեն ինչի ինչ որ բռնած է։ Ես կարծում եմ, որ Ուրախ ավտոբուսի թիվ 1 ուղևորի եւ նրա հավաքած թիմի մասնակցությամբ տեսանյութերն է։ Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ Միհրդատ Մադաթյանն ուսումնասիրել ու պարզել, իշխանական թիմը հիստերիայի մեջ է։ Հիստերիայի ամենալուրջ արտահայտումը դա այն է, երբ որ առնետին անկյուն ես գցում, ինքը սկսում է քեզ վրա հարձակվել։ Սա նորմալ է։ Սա բնությունը, այսինքն ֆիզիոլոգիան, բնությունն է այդպես։ Երբ որ ինքը հասկանում է, որ վերջը եկել է, ինքը սկսում է ագրեսիվ արտահայտումներ տալ, հակառակ արտահայտումներ տալ։ մի րոպե սպասի, եղբայր բան եմ ասում։ Հենց այս դրվագներն են հոգեբանին հիմք տվել եզրակացնելու, որ իշխանական թիմում գիտեն սոցիալական հարցումների իրական պատկերը։ Եղավ գնացեք իմ Դուբայի տները քննարկեք։ Եվ անգամ իրենց թիմի հրապարակած տվյալներով ԿՊ-ն վերընտրվելու որևէ շանս չունի։ Տեսնելով Նիկոլ Փաշինյանի վախերը եւ ոստիկանության համակարգի աշխատանքը, երբ որ մենք տեսնում ենք, որ միևնույն է լինում են մարդիկ, ովքեր ներս չեն թողում իրան խանութ, ովքեր հարցեր են տալի, պարզ տրամաբանական, որ ինչի կարողանում ինքը պատասխանի կապված եկեղեցու, կապված Արցախի, կապված մնացած բաների հետ։ Հոգեբանի կարծիքով սոցցանցային բլոգերի կերպարի մեջ մտած ուղիղ եթերում պերաշկի, սուջուխ, կուկուրուզ ուտող Փաշինյանն այսօր մեկ խնդիր է լուծում։ Դարդուցավ չունեցողի դեմքով ուզում է իր կողքը պահել թիմակիցներին, որպեսզի ընտրություններից առաջ առնետավազք չսկսվի հենց իր նեղ շրջապատում։ Մենք նույն ձևի տեսնում ենք ինչ որ ծիծաղ, որը ծիծաղի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, ինչ որ գործողություններ, որոնք ես կարծում եմ, որ զրոյական արժեք ունեն, ես նորից եմ կրկնում, տեսեք, այսօր նախընտրական գործընթացների մեջ հիմնականում մտած է Նիկոլ Փաշինյանը, ուրիշ ոչ ոք։ Ինչը կարծում եք, այս ամենախելոքը մեր մեջից Նիկոլ Փաշինյանն էր, որ մտել է, թե ամենավախեցածն էր։ Մարդը ուզում է բան ջայլամի պես գլուխը կողի ավազի մեջ ու ասի ոչ մի նման խնդիր մենք չունենք։ Մասնագետի կարծիքով խեղճ Նիկոլի կերպարի մեջ նորից մտնելով Փաշինյանը բացի իր կայուն 10% ընտրողներից այլ ձայներ չի տանելու։ Մարդիկ ըստ հոգեբանի այսօր ուզում են վարչապետի աթոռին տեսնել ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներն անխտիր կատարող մեկին, այլ մի ղեկավարի, որը կարող է նաև միջազգային ատյաններում արժանապատիվ ներկայացնել հայ ժողովրդին։ Հիմա արդեն կարծում եմ, որ այդ նույն մարդիկ ուրիշ բանի կարիք ունեն։ Պետք է ունենալ ղեկավար, ով քեզ արժանավայել ու արժանապատիվ կներկայացնի։ Մենք ունեցել ենք այդպիսի ղեկավարներ, մենք սենց չենք ունեցել։ Հոգեբանի պնդմամբ այսօր այն քաղաքացիները, որոնք տեսախցիկների առաջ վստահեցնում են, թե Փաշինյանին են ընտրելու, քվեախցիկում միայնակ մնալով ճիշտ հակառակ ընտրությունն են անելու։ Ինչի, որտեղ վախի մթնոլորտ կա Հայաստանում, իրանք վախենում են, որ ռեպրեսիաների կենթարկվեն գյուղապետի կողմից, մյուսի կողմից, մարզպետի կողմից, եկամ աշխատավայրում։ Ըստ մասնագետի 2021-ին ժողովուրդը հետպատերազմյան դեպրեսիայի մեջ էր եւ շատերը պարզապես բոյկոտեցին ընտրությունները։ Հիմա շատերը վստահեցնում են, քվեն տալու են խորհրդարան անցնելու շանս ունեցող ընդդիմադիր ուժերին, որպեսզի իշխանազրկեն Փաշինյանին։ 26 թվականի ընտրությունները դա լինելիության ընտրությունները եւ հայը կամ կլինի կամ չի լինի։ Կարինե Մանգասարյան, Արաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Այսօր Արդարադատության նախարարը հայտարարել է նոր սահմանադրության նախագծի պատրաստ լինելու մասին։ Նիկոլ Փաշինյանը մայր օրենքի նոր տեքստից ուզում է ջնջել անկախության հռչակագրին հղումը, որը նա համարում է կոնֆլիկտային, ինչպես Ալիևը։ Սահմանադրության նոր նախագիծը մինչև հանրային քննարկումը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում կքննարկվի։ Գործենք ունենալու այս անգամ առավել կոպիտ մի քաղաքական թիմի մի անձի համար կարված սահմանադրության հետ։ Մտահոգություն է հայտնում սահմանադրագետը։
Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Այս հայտարարությունից 5 օր անց Արդարադատության նախարարը հայտնում է, որ նոր սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ է։ Փետրվարին Գալյանը վստահեցրել էր, թե մարդիկ ամբողջությամբ կիմանան, թե ինչ փոփոխություններ են սպասվում։ Հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ։ Բայց նոր սահմանադրությանը նախ ոչ թե ժողովուրդն է կոմունիկացվում, այլ ԿՊԱ-կանները։ Այսօր է նախարարն ասել, որ նոր սահմանադրության նախագծի տեքստը նախատեսվում է քննարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Սահմանադրությունը որպես հիմնարար փաստաթուղթ եւ ժողովրդի կոնսենսուսի հիման վրա ընդունվող փաստաթուղթ չի կարող քննարկվել կոնկրետ որևէ քաղաքական ուժի կողմից։ Այն պետք է քննարկվի ամբողջ ժողովրդի հետ։ Անդամության համար Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում է Գալյանը հայտնել, որ նախ ԿՊԱ-կանների հետ են քննարկելու նոր սահմանադրության նախագիծը։ Միայն այն էլ իշխող մեծամասնության է սահմանադրության քննարկումը ցույց է տալիս, որ գործ են ունենալու հերթական անգամ եւ այս անգամ առավել կոպիտ ձևով մի քաղաքական թիմի եւ մի անձի համար կարված սահմանադրության հետ։ Միայն ԿՊԱ-կանների հետ քննարկումից հետո կհրապարակվի նոր սահմանադրության տեքստը, ասել է նախարար Գալյանը։ Ինչու, եթե ըստ ԿՊԱ-կանների քարոզչության, այդ նոր սահմանադրությունը ժողովրդի համար է, ժողովրդի պահանջով է։ Սին արդարացումները թե հերթական անգամ փոխվում է սահմանադրությունը ժողովրդի պահանջով։ Նախ ժողովրդի պահանջ չկա, ես բազմիցս կրկնել եմ եւս մեկ անգամ կվերահաստատեմ։ Դուք չեք տեսնի փողոցում 10 անձ հավաքված միասին, ովքեր պահանջում են սահմանադրական փոփոխություններ։ Սահմանադրագետը չի վստահում սահմանադրական բարեփոխումների խմբի անդամներին։ Գրիգորյանը պնդում է, նույնիսկ մասնագետների հետ քննարկումներ չեն եղել տեքստը կազմելիս։ Սահմանադրական փոփոխությունների հարցով զբաղվում են այնպիսի անձիկ, ովքեր առնվազն սահմանադրության եւ սահմանադրության վերաբերյալ իրենց գիտելիքներով երբևիցե չեն վայելել, ինչպես իշխանությունն է սիրում ասել, ժողովրդի լեգիտիմությունը կամ վստահությունը։ Գալյանն այսօր հայտնել է, որ մայր օրենքի նախագծով նախատեսվում է վարչապետի գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ տրամադրել խորհրդարանին։ Այսօրվա սահմանադրությունը այդ ամբողջ գործիքակազմը ունի եւ տեսեք, այս սահմանադրությունը ամբողջությամբ չի էլ գործարկվել։ Նախարարը նաև ասել է, թե նախատեսելու են երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Այդ իրավական կարգավորումը Հայաստանում չի աշխատելու, պնդում է սահմանադրագետը։ Դա այսպես ասած ոչ մասնագիտական հանրույթից ձևավորվող ինստիտուտ է, ովքեր դատավորի կողմից անձի մեղավորության կամ անմեղ ճանաչվելու դեպքում սահմանում են պատվի չափը։ Կան իրականության պայմաններում, երբ ամեն 3-4 անձը ընդհանուր ծանոթ կարող է լինել, արդարադատության նկատմամբ վստահությունը առավել քան կընկնի։ Նոր սահմանադրությունը հանրակրվեի կդրվի, երբ Հայաստանում բոլորն արդեն ամբողջությամբ ծանոթ կլինեն դրա տեքստին, փետրվարին վստահեցրել էր Սրփուհի Գալյանը։ Հանրակրվեի ժամկետի մասին միայն հայտնի է, որ այն կլինի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Ալբերտ Սերոբյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Եվս մեկ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին է հայտնի դարձել 1 տարեկան երեխային կլինիկական մահ ախտորոշմամբ են Արաբկիր բժշկական կենտրոն հասցրել, փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում է, սպանության փորձի կասկածանքով ձերբակալված կա։ Հայլուրի ռեպորտաժը ահասարսուր դեպքի հետքերով։ Ով է հրեշավոր Արարքի հեղինակը, ինչու է այնպես դաժանաբար ծեծել 1 տարեկան տղային, որ փոքրիկը կոմայի մեջ է ընկել։ Ասում եմ պարզաբանեմ, գնամ հիվանդանց, ասում եմ չեն թողնում, երեխան ռեանիմացիայի մա, նոր պետք է էլի, բանը, ես գնամ տեսնեմ ոնց է, դու մի արի էլի ասում եմ, հասկանում եք։ Իսկ ում երեխան է։ Իմ աղջկաս երեխան է։ Ահասարսուր մանրամասներ է պատմում փոքրիկի տատը։ Իմ երեխուն գցել են կեղտոր շրջապատ, աղջկա, չեմ կարողանում իմ երեխուն փրկել։ Կնոջ պատմելով, իր աղջիկը 1 տարեկան թոռնիկի հետ 2 ամիս ապրել է կողակցի հարկի տակ ու սարսափելի անառողջ հարաբերությունների պատճառով փախել բռնակալ տղամարդու ձեռքից, երեխային թողնելով այնտեղ։ Ըստ նրա, տղամարդու բազմաթիվ այլ կենակցուհիներից մեկն էլ ծեծել է փոքրիկին, մահվան դուռը հասցրել։ Աղջիկս տարիլա, որ իբր թե պահի տուն ճարի, մենք գնանք այդ երեխային պահի, մի ժամանակ իմ մոտ են մնում, Facebook-ով եմ իմացել, որ այդ կինը երեխուն ծեծել է, խփել է, երեխան վատացել է։ Տատիկի խոսքով փոքրիկն արդեն Արաբկիր բժշկական կենտրոնում է եղել, երբ գիշերը երեխայի մոր կողակից տղամարդը զանգել է փոքրիկի քեռուն ու ասել, որ մահամերձ է տղան։
Իրի գոնը զանգում է տղայիս, ասում է երեխան մահամերձ է, արի հասի, չգնաս բանը գլուխը ուտելու են, չգնաս դու։ Հետո խուժանը դրա հետ է ապրում։ Մի հատ էլ խուժանելի կա իր տունը։ Ես իմի չգիտեմ, սա ինչ խառը վիճակ է։ Տղամարդը, որի հարկի տակ ապրելիս է եղել փոքրիկ կմոր հետ, մի քանի անգամ ծեծել է կողակցուհուն։ 4 անգամ ստիպել աբորտ անել, պատմում է տուժած երեխայի մորական տատը։ Քաշում են տանում են աղջկա, ծեծում են, ջարդում են, չեն թողնում ինքը գա, երեխան թողում են այնտեղ, երեխան փախնում է տեղից գնում է, կներեք, 1000 անգամ կներեք, դուք իմ երեխեքի թայմն եք։ Երեխան փոլ պիճակցում, երեխան հիմա ինքը հղի աղջիկաս։ 1 տարեկան փոքրիկի կենսաբանական հայրն էլ երեխան դեռ չծնված, փորձել է ազատվել նրանից էլ, նրա մորից էլ, պատմում է մեր զրուցակիցը։ Նախկաստարան գցեցին ձորը, երեխան բանը մեռնելուց պետք գցեցին գերեզմաները, որտեղ գցեցին ջարդեցին, գլուխը ջարդեցին, 10 կարտվեցին աղջկաս։ Երեխան գցել են կեղտոր շրջապատին, հղի ժամանակ, այդ երեխան հղի աղջիկս հղի է եղել, այդ երեխան այդ վիճակով լավ է, երկուսն էլ փրկվել են։ Դաժան ծեծի պատճառով կոմայի մեջ ընկած փոքրիկը երկվորյակ եղբայրներ ունի։ Նրանք հիմա մանկատանն են։ Տատն ասում է փորձել է ամեն ինչ անել, որ գոնե մի երեխան մոր մոտ մնա, օգնի խնամել փոքրիկին, բայց առողջությունը չի ներել։ Ասացին կել չեն կարողանում, եկեք տարեք արի երեխուն վերցրու տան մի ատում վարձով վերցրու, ես կգամ կպահեմ քո երեխեքին։ Այս երեխունն էլ էր քաշել տարել, զորով քաշը բերել է։ 1 տարեկան երեխայի ծեծից հետո քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել սպանության փորձի հատկանիշներով։ Ձերբակալվել է 1 մարդ։ Ըստ փոքրիկի տատիկի, ձերբակալվածը բռնարարքի հեղինակ կինն է։ Երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների հսկողության տակ։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ինչու է Գերմանիան արտաքսում Հայաստանի քաղաքացիներին, որոնք հիմնականում ծանր հիվանդություններ ունեն և բուժման նպատակով էին այդ երկիր մեկնել։ Լիլիթ Խալաթյանն է զրուցել Գերմանիայում ապաստանած մեր հայրենակցի հետ։ Հայաստանի միգրացիա և քաղաքացիության ծառայությունն այս հարցի պատասխանը չունի։ Տագնապած են Գերմանիայում ապաստանած Հայաստանի քաղաքացիները, լսել են արտաքսումների մեծ ալիքի մասին։ Վախը մեջս անհանգիստ գիշերներ ունեմ, կարամ ասեմ համարյա չեմ քնում դրանից, ամբողջ հոգեկանս էլ է խանգարվում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող առնվազն 2 ինքնաթիռ է Գերմանիան Հայաստան ուղարկել անցած ամիս, մեկը Մյունխենից, մյուսը Համբուրգից։ Ըստ Սպուտնիկ Արմենիայի Մյունխենյան չվերթում Հայաստանի 130 և Վրաստանի 79 քաղաքացիներ են եղել։ Բուժման նպատակով Գերմանիայում գտնվող մեր զրուցակիցը ահազանգում է Հայաստան են արտաքսվում ծանր հիվանդություններ ունեցող և դեռևս լիովին չբուժված մեր հայրենակիցները։ Ես մտածում եմ, որ այս ամեն ինչը կապված է Փաշինյանի գալու հետ, երբ որ եկել այստեղ ինչ որ բաներ ասել, որ չի համապատասխանում իրականությանը, օրինակ բուժումների հետ կապված, տեղորայքի հետ կապված, ու Գերմանիայի Հանրապետությունն էլ մտածում է, որ շատ ապահով երկրում ենք ապրում ու կարան բոլորին արտաքսեն Հայաստան։ Հայաստանում մեկ անհաջող վիրահատությունից հետո Հայլուրի զրուցակիցը ցանկացել է Գերմանիա մեկնել կրծքագեղձի քաղցկեղը բուժելու համար։ Ցանկությունը որոշում է դարձել հայ բժիշկների հակասական ախտորոշումներից հետո։ Մի բժիշկը ասել է, որ քաղցկեղը կրկնվել է, երկրորդը ասել է, որ հնարավոր չի։ Գերմանիայում ամեն ինչը հաստատվել է, շատ բարդ վիրահատություն եմ տարել։ Գերմանիայում հաստատել են քաղցկեղը կրկնվել է, բուժարում պետության միջոցներով 2 անգամ վիրահատվել է, պետության հատկացրած խնամակալների հսկողությամբ հաղթահարել հետվիրահատական շրջանը։ Գերմանացի բժիշկները վիրահատել են նաև ոտքը, որի սխալ վիրահատության պատճառով երկրորդ կարգի հաշմանդամություն էր ստացել Հայաստանում։ Ոտքս պրոթեզավորված, որը որ սխալ են պրոթեզավորել, ճիշտ տեղում չեն դրել, դրանից ամբողջ ողնաշարը ծրվել։ Գերմանիայում ստանում եմ մոտավորապես ամեն օր 12 տեսակի տեղորայք, տեղորայքների համար ոչ մի բան չեմ վճարում։ Հայաստանում թե վիրահատությունը, թե քիմիաթերապիան, թե դեղորայքը ստացել է իր բարերով աստղաբաշխական թվերով։ Ֆինանսական ծախսերը հոգացել են Գերմանիայում ապրող հարազատները։ Ինքս հնարավորություն չունեմ վճարելու, որովհետև ես թոշակառու եմ, երկրորդ կարգի հաշմանդամ ու ստանում եմ ընդամենը 40,000 դրամ։ Ինձ նույնիսկ այդ գումարը չի հերիքի, որ իմ 12 տեսակի մի շաբաթվա տեղերը առնեմ։
Ըստ Գերմանիայում բնակվող հայերի պետությունը հենց հիվանդներին է արտաքսում։ Հայաստանի քաղաքացիները նախ ստանում են զգուշացում, հետո առանց առողջական վիճակը հաշվի առնելու իրավապահները նրանց ստանում են օդակայան։ Կոնկրետ ես արդեն 2 անգամ զգուշացում եմ ստացել, կամ ես ինքնական հետ վերադառնամ Հայաստան, կամ էլ ոստիկանությունը կգա ու ինձ ստիպողաբար կարտաքսեն Հայաստան։ Ես չգիտեմ, եթե հանկարծ գամ Հայաստան, ոնց եմ ապրելու, որովհետև ես իրականում մենակով վիճակի էլ չեմ գնամ բժշկի մոտ կամ ինչ-որ վերականգնողական կուրսերի։ Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացու է արտաքսել Գերմանիան այս տարվա առաջին եռամսյակում, որոնք են արտաքսման հիմնական պատճառները։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը այս հարցերի պատասխանը չունի, մեկնաբանում են, հարցերն իրենց տիրույթում չեն։ Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Իրանի դեմ Իսրայել-ամերիկյան պատերազմի 17-րդ օրը կողմերը նոր զինատեսակներ են զինանոցից հանել, Թել Ավիվը հարվածում է Իրանի քաղաքներին, Թեհրանը համաշխարհային տնտեսությանը։ Հնարավոր է նաև համաշխարհային գլոբալ ճգնաժամի առաջացում։ Վաշինգտոնը շանտաժով Իրանի դեմ պատերազմի մեջ է փորձում ներքաշել նատոական երկրները, Միացյալ Նահանգների դաշնակիցներից շատերը հրաժարվում են։ Նրանք պետք է գան եւ օգնեն մեզ պաշտպանել այն։ Մեծ խոչապ Ադրբեջանում Բաքվի օդում տեսախցիկները անօդաչուներ են ֆիքսել, պաշտոնական Բաքվի համաձայն կանխարգելիչ հետախուզական ըստ ռազմական փորձագետների մարտական ԱԹՍ-ներ։ Եվ Երևանում հորդարատ անձրևները կրկին կոլապս են առաջացրել ջրահեռացման համակարգի աղետալի վիճակի պատճառով։ Լճերի վերածված փողոցներում վարորդները փնտրում են մեքենաների փոխված մասերը։ Առավոտի ինձ այս համարներն եմ մանգալի, ուրիշ բան չեմ կարող ասել։ Եվ այսպես Իրանի դեմ Իսրայել-ամերիկյան պատերազմի 17-րդ օրը տարածաշրջանում լարվածությունը չի թուլանում, հակառակը կողմերի հարվածները միայն ինտենսիվանում են։ Իսրայելը Թեհրանում, Շիրազում, Թավրիզում հրթիռակոծությունների նոր ալիք է սկսել։ Թիրախավորվում են հիմնականում կառավարական շենքեր։ Հանգիստ չեն իսրայելական ռադարները։ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների թիրախում նաև Թել Ավիվի Բեն Գուրիոն օդակայանն է եղել։ Վերջին տեղեկությունները Լիլիթ Սարգսյանն է իմի բերել։ Թեհրանը արտգործնախարարի շուրթերով հերքում է լուրերը, թե Միացյալ Նահանգներին բանակցելու խնդրանքով են դիմել։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենք պատրաստվում են կռվել այնքան, մինչև Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մտքով չանցնի իրենց դեմ նոր պատերազմ սկսել։ Հարձակումները կշարունակվեն այնքան, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել, որ ամերիկացիներին եւ իրանցիներին պարտադրված այս անօրինական պատերազմը սխալ է եւ երբեք չպետք է կրկնվի։ Բացի այդ, պատերազմի զոհերին պետք է փոխհատուցում տրվի։ Պատերազմը շարունակվում է նույն թափով, Պահապանների կորպուսը ցույց է տվել Թել Ավիվի եւ Բեն Գուրիոն օդակայանի ուղղությամբ 55-րդ հրթիռային ալիքի արձակումը։ Բրիգադի գեներալ Ալի Նայինին հայտարարել է, որ ճշմարիտ խոստում 4 օպերացիայի ընթացքում իրենք հիմնականում օգտագործում են 10 տարի առաջ արտադրված զենքեր, պահեստում են դեռ ժամանակակից համակարգերը։ 700 հրթիռ եւ 3600 անօդաչու է արձակել Իրանը պատերազմի 17 օրերի ընթացքում։ Պահապանների կորպուսի ներկայացուցչի վստահեցմամբ Իրանի հարձակողական հնարավորությունները զգալիորեն աճել են նախորդ հակամարտությունից հետո եւ հակառակորդները դեռ չեն տեսել իրանական զինված ուժերի արդիականացման ամբողջական մասշտաբը։ Այսօր կեսօրին Թեհրանում, Շիրազում, Թավրիզում հրթիռակոծությունների լայնամասշտաբ ալիք է սկսել Իսրայելը։ Կառավարական շենքեր են եղել թիրախում։ Համադան քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման պահը ֆիքսել է ավտոմեքենայի տեսախցիկը։ Իրանում 61182 քաղաքացիական օբյեկտ է վնասվել, նրանցից 18180-ը Թեհրանում։ Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գիշերը ոչնչացրել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի օդանավը։ Այդ օդակայանում տեղակայված են նաև ռազմաօդային ուժերի ակտիվները։ Ամերիկյան ռազմաօդային ուժերը հարձակվել են դուրս գրված զենքերի կայանատեղիի վրա, հիմնական թիրախը Ֆաթեհ 110 բալիստիկ հրթիռի կայանն է եղել։ Թեհրանում շտապ օգնության 22 կայան է ավերվել իսրայել-ամերիկյան հարվածներից։ Կարմիր մահիկը նույնպես հայտնել է, որ ավիահարվածներից մի կլինիկա ու հումանիտար օգնության կենտրոն է վնասվել։
Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկյան Ջերալդ Ֆորդ ավիակրի ներկայությունը Կարմիր ծովում իրենք որպես սպառնալիք են ընկալում։ Հետևաբար Կարմիր ծովում այդ նավատորմի նյութատեխնիկական ապահովման եւ սպասարկման կենտրոնները իրանական զինուժը թիրախ է համարում։ Իրանի Խարկ կղզում ամերիկյան հնարավոր ցամաքային գործողությունը շարունակում են ակտիվ քննարկել միջազգային լրատվամիջոցները։ Axios-ը հողում անելով իրազեկ աղբյուրներին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը դիտարկում է Խարկ կղզում Իրանի կարևորագույն նավթապահեստը գրավելու հնարավորությունը։ Նախագահը ոչ մի որոշում չի կայացրել Խարկ կղզու վերաբերյալ, պորտալին հայտնել է աղբյուրներից մեկը։ Սակայն նրա խոսքով դա կարող է փոխվել, եթե Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ջանքերը ձգձգվեն։ Բայց Axios-ը նշում է նաև, որ այդ քայլը կարող է Իրանի պատասխան հարվածներ հրահրել Պարսից ծոցի երկրներում, հատկապես Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին եւ խողովակաշարերին։ Խարկ կղզով է Իրանը արտահանում նավթի 90%-ը, այդ կղզին Իրանի եկամտի հիմնական աղբյուրն է։ Շաբաթ ամերիկյան ուժերը հարվածել են կղզու ռազմական օբյեկտներին։ Թրամփը խոստացել է թիրախավորել նաև նավթային օբյեկտները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան Ալ-Ջաֆրա ավիաբազային, հրդեհվել է զինամթերքի կենտրոնական պահեստը։ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգիստը նույնպես իրանական անօդաչուների հարձակմանն է ենթարկվել։ Նավթի բեռնումը դադարեցվել է։ Ըստ Reuters-ի սա 3 օրվա ընթացքում Ֆուջեյրայի ուղղությամբ ԱԹՍ-ների երկրորդ հարձակումն է։ Հորմուզի նեղուցից ոչ հեռու գտնվող Ֆուջեյրայով օրական 1 միլիոն բարել նավթի արտահանում է իրականացվում։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Համաշխարհային տնտեսության համար ամենակենսական Հորմուզի նեղուցը վերահսկելու համար ԱՄՆ նախագահը միջազգային կոալիցիա է ուզում ստեղծել։ Թրամփը պահանջում է նատոական պետություններից եւ նեղուցով նավթ տեղափոխող մյուս երկրներից, այդ թվում Չինաստանից, ապահովել նեղուցի անվտանգությունը։ Սպիտակ տան ղեկավարի այս քայլը շատ փորձագետներ հուսահատ քայլ են համարում, նշելով, որ աշխարհի էներգետիկ զարկերակի Հորմուզի նեղուցի երկարատև արգելափակումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաեւ պարենային անվտանգության համար։ Շանտաժով Միացյալ Նահանգների ղեկավարը Իրանի հետ պատերազմի մեջ է փորձում ներքաշել աշխարհի մեծ տերություններին։ Հորմուզի կոալիցիա է ստեղծում Թրամփը նեղուցը վերահսկելու համար։ Նահանգների ղեկավարը պահանջում է նատոական պետություններից, նեղուցով նավթ տեղափոխող այլ երկրներից, նաև Չինաստանից, ապահովել նեղուցի անվտանգությունը, ռազմանավեր ուղարկել Մերձավոր Արևելք։ Ես իրականում պահանջում եմ, որ այդ երկրները մասնակցեն եւ պաշտպանեն իրենց սեփական շահերը, որովհետեւ դա հենց այնտեղն է, որտեղից նրանք ստանում են իրենց էներգիան։ Նրանք պետք է գան եւ օգնեն մեզ պաշտպանել այն։ ՆԱՏՕ-ին մենք օգնում ենք Ուկրաինայի հարցում, չնայած դա մեզ ուղղակիորեն չի վերաբերվում, բայց մենք օգնում ենք։ Միացյալ Նահանգները 7 պետության հետ է բանակցում նեղուցը գրավելու հարցով, որոշ պետություններ հրաժարվել են անդամակցել կոալիցիային։ Արդեն որոշ դրական պատասխաններ ստացել ենք։ Ոմանք նախընտրում են չներգրավվել։ Չինաստանն էլ է նրանց թվում։ Այդ մասին չեմ ուզում խոսել, չեմ կարող հստակ ասել, բայց Չինաստանը հետաքրքիր օրինակ է։ Ինչպես գիտեք, նրանք իրենց նավթի մեծ մասը ստանում են հենց այդտեղից, շատ մեծ չափերով, կարելի է ասել մոտ 90%-ը։ Ես նրանց հարցրել եմ, կուզեք մասնակցել, կտեսնենք կմիանան թե ոչ։ Կան նաև ավելի խորը պատճառներ, թե ինչու նրանք կարող են չմասնակցել, բայց իմ կարծիքով պետք է մասնակցեն։ Թրամփը հայտարարել է, թե կարող է հետաձգել Սի Ցինփինի հետ մարտի վերջին նախատեսվող հանդիպումը, եթե Պեկինը չմիանա իրենց։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ ի տարբերություն նահանգների, Եվրոպան եւ Չինաստանը զգալիորեն կախված են Պարսից ծոցի նավթից։ Իրանը թույլ է տալիս, որ կենսական Հորմուզի նեղուցով անցնեն չինական, նաև ռուսական նավերը։ Իրանի արտահանվող նավթի մոտ 90%-ը Չինաստանն է գնում։ Բլումբերգը գրում է, որ Հնդկաստանն է դիմել Իրանին, որ նավթով բեռնված իր 6 տանկերները անցնեն նեղուցով։ The Daily Telegraph-ը տեղեկություն ունի, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Միացյալ Նահանգների դաշնակիցներ Գերմանիան, Ճապոնիան ու Ավստրալիան նույնպես հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց ռազմանավերը ուղարկել Հորմուզ։ Եվրամիության արտգործնախարարներն արդեն սկսել են իրենց ռազմանավերը նեղուց ուղարկելու հարցի քննարկումը։ Միջազգայնագետները նկատում են, որ համաշխարհային տնտեսության համար ամենակենսական նեղուցի փակ մնալը անդառնալի հետևանքներ կունենա մոլորակի համար։
Երկարատև լինելու դեպքում դրանք կեսկալացվեն եւ ավելի մեծ մասշտաբների կհասնեն, ընդհանուր հնարավոր է նաեւ համաշխարհային գլոբալ ճգնաժամի առաջացում։ Տնտեսագետ Աննա Փախելյանի կարծիքով պատահական չէ, որ Իրանի հետ պատերազմող Միացյալ Նահանգները մեղմացրեց Դաշնության դեմ պատժամիջոցները։ Իր կողմից ի սկզբանե դրված արգելքը արդեն Ռուսաստանի նկատմամբ մեղմացվեց, որ կարողանա մեղմացնել մոտալուտ հարվածը եւ էներգակիրների թանկացման հետևանքով առաջացող խնդիրները։ Միացյալ Նահանգներում արդեն լսելի է ֆերմերների բողոքի ձայնը, գրում են ամերիկյան պարբերականները։ Նահանգներ մերձավոր արևելքից է ներկրվում պարարտանյութի զգալի մասը։ Քանի դեռ հիմա պարարտանյութերի ներկրման սեզոնը դեռ այդքան ակտիվ չի, դա դեռևս շոշափելի ազդեցությունը չի զգացվում։ Տնտեսագետները չեն բացառում, որ աշխարհի էներգետիկ պարանոցներից մեկի Հորմուզի նեղուցի փակ մնալու հետևանքով սրվի նաև բարենային անվտանգության խնդիրը։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Նավթի բարձր գինը կարող է բացասաբար ազդել Թրամփի վարկանիշի վրա եւ թուլացնել նրա դիրքերը կոնգրեսում, կարծում են Ռուսաստանի Պետդումայի падգամավորները։ Նրանց կարծիքով ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը միայն համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ է պայմանավորված։ Հնարավոր տնտեսական ճգնաժամին Մոսկվայի արձագանքը Լիլիթ Գասպարյանի անդրադարձում։ Ռուսական նավթի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանելուց 4 տարի հետո Թրամփը որոշել է մեղմացնել դրանք, առաջինը ամերիկացիների շրջանում իր վարկանիշը գահավիժումից փրկելու համար։ Այսպիսի կարծիք ունեն Ռուսաստանի Պետդումայի падգամավորները։ Նավթի գների աճի հետևանքով բենզինի գինը կտրուկ բարձրանում է։ Սա իհարկե ազդում է Միացյալ Նահանգներում Թրամփի վարկանիշի վրա, ինչը վերջին ամիսներին առանց այդ էլ վատ վիճակում է։ Եվ հիմա Թրամփը փորձում է ամեն կերպ զսպել նավթի գինը առանց հաշվի առնելու իր եվրոպական գործընկերների կարծիքը։ Նրան ոչ ոք ու ոչինչ չի հետաքրքրում հիմա, բացի Իրանում արագ հաղթանակի հասնելը։ Պետդումայի տեղեկատվական հարցերով փոխնախագահ Անդրեյ Սվինցովը կարծում է, Թրամփը 30 օրով թույլատրել է վաճառել արդեն ճանապարհին գտնվող ռուսական նավթը, նաև որպեսզի չկորցնի հանրապետականների աջակցությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփի թիմակիցներն են նրա վրա ճնշում գործադրել, որ ոդկը գազի ոտնակից հանի, որոշ կոմպրոմիսների գնա ռուսների հետ, որպեսզի բենզինի գինը նահանգներում աստղաբաշխական թվերի չհասնի։ Հիմա Թրամփն ամեն ինչ անում է, որպեսզի այս գայուն փուլում չկորցնի հանրապետական գործընկերների աջակցությունը եւ Կոնգրեսում եւ Սենատում, որպեսզի նրանք կողմ քվեարկեն Թրամփի բոլոր նախաձեռնություններին։ 2022 թվականին Բայդենի որոշումն էր պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կհամարձակվեին ռուսական նավթ գնել։ Բայդենի վարչակազմը համարում էր, որ այդ երկրները ռուսական նավթ գնելով օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Պետդումայի падգամավոր Նիկոլայ Նովիչկովի խոսքով, եթե Թրամփը Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները որոշ չափով չմեղմացներ, չէր կարողանա շարունակել Իրանի դեմ պատերազմը։ Из-за агрессии США и Израиля против Ирана. Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սկսած պատերազմի պատճառով համաշխարհային շուկայում նավթի զգալի պակաս կա, եւ որպեսզի համաշխարհային տնտեսությունը չփլուզվի եւ իր դեմ գլոբալ ընդդիմություն չձևավորվի, Թրամփը թույլատնում է Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ։ России, мировому сообществу. Իրականում նա ընդամենը փորձում է նվազագույնի հասցնել պատերազմի հետ կապված ծախսերը, որպեսզի ամերիկյան բանակը կարողանա կռվել։ Ըստ Նիկոլայ Նովիչկովի այս քայլը ցույց է տալիս, որ Ռուսաստանը կարևոր դեր ունի համաշխարհային էներգետիկ շուկայի կայունության համար եւ հետագայում Ռուսաստանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցների մեղմացումը անխուսափելի է լինելու։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Երրորդ օրնեխու ճապ է Ադրբեջանում, ադրբեջանական սոցցանցերը հեղեղված են Բաքվի օդում հայտնաբերված անօթաչուների մասին տեսանյութերով, ոմանք նույնիսկ գրում են, թե անօթաչուների ձայներն իրանական շահեդներին են բնորոշ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է հանդարտեցնել քաղաքացիներին, հայտարարելով, թե Բաքվի երկնքում ադրբեջանական անօթաչուներ են եղել իրավիճակային դիտարկում իրականացնելու նպատակով։ Ըստ ռազմական փորձագետների այդ աթացները ոչ թե հետախուզական են եղել, այլ մարտական։ Եվ եթե իսկապես մշտադիտարկման նպատակով էին օդում, ապա ինչու Բաքվի երկնքում, այլ ոչ Իրանի հետ սահմանային գոտիներում։ Վերադառնանք Հայաստան։ Երևանում հորդառատ անձրևները կրկին կոլապս են առաջացրել ջրահեռացման համակարգի աղետալի վիճակի պատճառով։ Լճերի վերածված փողոցներում վարորդները առավոտից մեքենաների պոկված մասերն էին փնտրում։
Կիրակի սկսված անձրևն այսօր ալեկոծել է Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի Իսակովի պողոտային միացնող հանգույցը։ Նավարկելն է միակ խելամիտ տարբերակը, բայց վարորդները ճաշ չունեն, ստիպված են մեքենայով կտրել այս լճակը։ Թանկ է նստում վարորդների վրա այս կարճատև կրուիզը։ Շարքից դուրս է եկել մոտ 10 մեքենա, որոնք առավոտյան սուզվել են այս ջրի մեջ, երբ դեռ խորն է եղել։ Այս մարդիկ էլ իրենց մեքենաների պետհամարանիշներն են որոնում ջրում։ Ամեն պահի սպասում են, որ մի խոշոր մեքենա անցնի, ջրի ալիքը բարձրանա, որ թիթեղյա պետհամարանիշը դուրս բերի ափ, ու ահա մեկը գտնվում է։ Ընկած համար եմ անգալին։ Ամեն դեպքում սենց բան չեն անում, էլի ջրեղեղ անդել են դե նկարեք։ Վնասվել է մեքենան էլ։ Չէ, դիմացից ուղղակի համարներն է փոխվել։ Բայց չէիք սպասում, որ այս կարգի խորը կարող է լինել։ Դե այն կողմից պտտվում ես, որ իշնես, ինչ պիտի սպասես։ Ուրախ են այս մարդիկ, որ գոնե պետհամարանիշի ժամանակավոր կորստով են պրծել։ Բոբիկանում մտնում են խորքերը պետհամարանիշներ որսալու։ Առավոտի ինձ այս համարներն եմ անգալի, զուտ այս համարներն է թռվերից, առավոտը չեմ նկատել։ Հնարավոր է տեղադրել։ Չէ, դե վсё, պրոստը որ հետո ստե մեկ չգրեն, դրա համար նավսեկի պետք է, էլի։ Տանեք։ Գումար տանք, որ նորը տան, էլի։ Կաթվածահար է եղել երթևեկությունը առավոտյան Իսակովի պողոտայում ու Առնո Բաբաջանյան փողոցներում։ Խցանումը չէր թուլացել անգամ կեսօրից հետո մեր նկարահանման պահին, երբ ջրի մակարդակը իջել էր։ Բայց այս մասին ոչ մի բառ քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում։ Գնում են ուրախ ավտոբուսով պտտվելու, այդ մահվան ավտոբուսով, բայց Երևանի քաղաքապետը պետք է լիներ տեղում եւ հետևեր աշխատանքներին։ Ջրահեռացման համակարգի ու ինժեներական անփութության հետևանք է, որ այս հատվածում ամեն մի թեթև անձրևից լճակ է գոյանում, նկատում է Երևանի ավականուն դիմադիր անդամը։ 2018-ից հետո է կառուցվել այս ճանապարհը, շեշտում է Սարգսյանը։ Ասֆալտբետոնի աշխատանքները կատարվել են այնպես, որ հենց կամրջի տակի հատվածը փոսային հատված է դառնում եւ ամբողջ ջուրը գալիս է, անձրևաջրերը գալիս եւ լցվում են այնտեղ եւ չի կարողանում այդ համակարգը գործել։ Ջրահեռացման պոմպ կա, որ կամրջի տակ հավաքված ջուրը քաշի, բայց դա էլ նորմալ չի աշխատում։ Այլ լուծում է պետք տալ այս խնդրին, ասում է Սարգսյանը։ Քաղաքային բյուջեով միլիոնավոր դրամներ են դուրս հանել ջրահեռացման համակարգի կառուցման, վերանորոգման համար, բայց քաղաքային իշխանությունը մատեմատին չի տալիս։ 25 թվականին 62 միլիոն դրամ ջրահեռացման եւ կոմունիկացիոն ցանցերի համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից գումար է նախատեսվել 62 միլիոն դրամ։ Եվ ոչինչ չի արվել այդտեղ, նույնը մնացել է։ Իսկ 26 թվականին 5-ից 5.5 անգամ ավել գումար է նախատեսվել այդ ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի համար, 324-7 միլիոն դրամ է նախատեսվել։ Գարնանային անձրևներից խցանումները դեռ առջևում են, նկատում է ավականուն դիմադիր անդամը։ Մայրաքաղաքի գրեթե ամեն վարչական շրջանում մի այսպիսի լճակ է գոյանում։ Նոր-նորքում էլ փողոցներից մեկն այսօր այս տեսքն ունի։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Առանց տեղումների 3 օր են խոստանում օդերևութաբանները, վաղվանից օդի ջերմաստիճանը 4-ից 6 աստիճանով կբարձրանա ու մինչև մարտի 19-ը առանց տեղումների տաք եւ արևոտ եղանակ կլինի։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ամուր եղեք։